այդ գործը դատարան Չախոյան, երեք Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ըստ էության ասաց մարդը, որը կոռուպցիայով է զբաղվում, հաստատ չի կարող լինել մեր թիմի անդամ։ Նախ ձեր արձագանքը սրան եւ ասում էր ձեր հետ տեղի ունեցած միջադեպից տեղյակ չի, որովհետեւ կարևոր գործով էր զբաղված, այդ գործով պետքա ասում էր թաղապետի գործով այլ կառույց պետք է զբաղվի։ Կներեք, մի բան ասեմ, էլի մենակ, այդ մի ելույթի ժամանակ 3 անգամ Նիկոլ Փաշինյանը ինքը իրան հերքում է։ Նույն ելույթի ժամանակ, կներեք, նույն ելույթի ժամանակ ասում է, որ ես տեղյակ չեմ, հետո սկսում եմ մանրամասն անդրադառնալ այդ թեմային։ Վերջում է նույն այդ դրաշրջանակում ասում է, ես պիտի չանեմ, Տիգրան Ավինյանը պիտի անի օրինակի համար քայլեր։ Բայց մի բանը փաստ է, որ իրենք գործընկերներ են Հանրապետություն կուսակցության հետ։ Եվ ինչ զուգահեռ նաև իրանք ընդհանուր գծեր ունեն։ Տեսեք, երբ որ մենք խոսում ենք կոռուպցիայի մանկապարտեզից, իրանք ասում են ակտերը չենք ստորագրել, անցել է 10 օր երևի, մի հատ այս շենքը մտեք ասեք այդ ակտերն ուր է, մատ հրապարակեք։ Պաշտոնապես դիմել են որ տան, առ այսօր չեն տվել, որ ապացուցեմ։ Ես համոզմունք ունեմ, որ իրենք 200 միլիոն ու ավել երևի ստորագրել են դրա տակ օրինակի համար։ Հենց կոռուպցիայից սկսում ես, իրանք սկսում են ընկնել հիստերիայի մեջ ու ուղղությունը շեղել։ Երբ որ մենք սկսեցինք խոսել կոռուպցիայից, մանկապարտեզի խնդրից, Լիլիան Արմի խնդրից, իրանք այս ամբողջ պատմությունը սարքեցին Հանրապետություն կուսակցության հետ։ Երեք երկու պատգամավոր հարցնում են մեր վերաբերյալ հստակ։ Ասում են, ինչ ա եղել մանկապարտեզը կոռուպցիան, ու դու մենք տեսանք ինչ մի հատ մեծ հիստերիա աղմուկ բարձրացավ, այսինքն բոլորը մոռացան, որ այս ամբողջը գալիս է կոռուպցիայից, հենց կոռուպցիան խոսում ես, ի ցույց ես դնում այդ թալան ամեն ինչը, իրանք սկսում են հակառակ տանել։ Նիկոլ Փաշինյանի ելույթը խնդրում եմ, դրեք միջև վերջ լսեք, 3 անգամ ինքը հակասում է ինքը իրեն, ասում է տեղյակ չեմ, հետո ասում է չէ, քննարկումը եղել է, այստեղ եղել է իրար հետ։ Հետո ասում է չէ, իրանք իրար հետ արել են, իրանք են որոշել ինչ պետք լինի, ոնց պետք լինի, հասկանում եք, ու արդեն այստեղ ակնհայտ է դառնում, որ Հանրապետություն կուսակցություն, կեղծ ժողովրդավարները եւ ԿՊ-ն մի մանմին, մի հոգի են իրանք, ու վերջ։ Այդ ուղղակի Նիկոլ Փաշինյանի հետ կապված, որ դուք ասում եք, դա տենց է։ Այսինքն մենք խոսում ենք կոռուպցիայից, իրանք ամբողջությամբ ուղղությունը շեղում են լրիվ ուրիշ ուղղությամբ, հասկանում եք։ Լավ մանկապարտեզի փողերն ուր է։ Երեխեքը սեպտեմբերից պիտի գնային մանկապարտեզ, որ երեխեքը մանկապարտեզ չեն գնում, դրա պատասխան տվողն ով է, ժողովուրդ, հասկանում եք։ Եվ դա միակ մանկապարտեզը չի։ Միակը չի, շուտով տես մանկապարտեզների շարք անցկացնենք, չէ՞, միանշանակ։ Դուք համոզվեք ինչ խայտարակ վիճակ է։ Կարմիր գծերը թանկացնում են, ասում են ասֆալտ են, բան են, մանկապարտեզ են կառուցում։ Գույքարկը թանկացնում են, ասում են մանկապարտեզ են կառուցում։ Ինչ անում են, ավտոբուսը թանկացնում են, ասում են, բա մանկապարտեզ մենք չկառուցենք։ Բայց այդպես չեն կարող կառուցել։ Ու գնում նայում ենք, ասում ենք, էս չի ձեր կառուցածը։ Էս չի ձեր կառուցածը, ժողովուրդ, հասկանում եք։ Ու նորից եմ կրկնում, կամ որ խոսում են, ասում են վարչական շրջանի տիրույթում չէր։ Եթե իրանք կարդալ են, չգիտեն, խորհուրդ կտամ Երևանի մասին օրենքը կարդացեք։ Երեք լավ է, Տիգրան Ավինյանը բացահայտ ասեց, իմ ներկայացուցիչները վարչական շրջանի ղեկավարներն են, այդքան էլ ճիշտ։ Առողջություն համել։ Այսինքն ես այդ դրան եք անդրադառնում, այդ ավարտեմ, այսինքն փաստ է, չէ՞ որ Տիգրան Ավինյանի ներկայացուցիչը այդ մարդն է։ Իսկ քաղաքում կատարվող ամեն ինչի պատասխանատու Տիգրան Ավինյանն է։ Եվ ես նորից եմ կրկնում, այն մարդիկ քաղաքային իշխանության կլինեմ ես, տեստեի կանգնած հասարակ ինչ որ մի հատ աշխատող, որը կտեսնի, որ մեր հարկատուների ձեր ժողովուրդ բոլորի վճարած փողերը այտենց փոշիացնում են այդ վիճակում մանկապարտեզը, այդ մարդիկ բարոյական արժեհամակարգի հետ խնդիր ունեն եւ բարոյական արժեհամակարգ այստեղի հետ է կապված, հասկանում եք։ Իմ մեղադրանքը, տեսեք, իմ մեղադրանքը հետեւյալն է, որը որ ես չեմ ընդունել եւ հայտարարություն տալուց հետո չեմ մասնակցել գործողություններին, հետեւյալն է, որ ես տեխնոլոգիաները կիրառելով խուլիգանություն, որը դրսևորվել է ժամանակակից նորարարական տեխնոլոգիաներով մարդուն ստորացնելու հետ կապված։ Եվ ես իմ ենթադրյալ ուժողից եւ ենթադրյալ ստորացվածից հետ պահանջել եմ մարրեսում, հասկանամ, որովհետեւ անկեղծ այդ մարդուն հնարավորություն ենք տվել, մի ժողովրդավարությունից են խոսում, ժողովուրդ պարզ ուղիղ ասում եմ, թաղապետին մի օր ժամանակ է տրվել, որպեսզի ինքը իր լկտի պահվածքի համար ներողություն խնդրի։ Թաղապետը լկտիությունն անում է, այսինքն այդ նույն խուլիգանությունը, որ պետք է դրվեր թաղապետի վրա, ինքը խուլիգանությունն անում է, մենք գալիս հայտարարում ենք, որ ժողովուրդ, մերը քաղաքական ակցիա է, մենք խուլիգանություն չենք անում։ Մեզ որակում են ավելի ծանր մեղադրանք,
քան այդ մարդուն, որը արել է եւ խուլիգանություն եւ ծեծ, խմբակային ծեծ ու կազմակերպված այդ ամբողջը, հասկանում եք, ու դրա համար նորից եմ կրկնում, երեք Նիկոլ Փաշինյանը կոնկրետ իր վրից, որովհետեւ շատ լավ գիտակցում է քաղաքական պատասխանատվություն հենց իրենց վրա է։ Ուրիշ հարց նաեւ այս պարագայում Նիկոլ Փաշինյանի, եթե իրավապահ մարմինները նորմալ գործեն, քաղաքական պատվեր չանեն, հիմի այդ նորքի թաղապետը պիկալանավորված լիներ, հասկանում եք։ Ու նորից իրանք կեղծ թեզը բերում են, սկսում են կեղծ թեզը հերքել։ Սկզբից ասում էին, որ մենք լավ տղա ենք, դրա համար այս եղել։ Հետո ասեցին ինքնիշխանություն, չէ, Բուչան էր հաջորդը։ Բուչան։ Հետո ասեցին ինքնիշխանության դեմ պայքար։ Ինքնիշխանության դեմ պայքարով գնացեք իշխանասարում պայքարեք, որ մեր սուվերեն տարածք են մտել։ Հետո դրանից հետո ասեցին Ռուսաստանի դեսպանատունն արել։ Պլանավորվել է այդտեղ այդ գործը։ Հա, այո։ Հետո դրանից հետո հաջորդ մարզումը որ գալիս է, իրանք ասեցին, որ 5-րդ շարասյունն է արել։ Հետո ասեցին, որ բանն է արել։ Կիրենկոյի առաջի օպերացիան էր։ Ինձ այդ հարցը եկան տվեցին։ Հա, ասում ինչ, ասում ակույ Կիրենկոյին հրաման են տվել, հրամանով չգիտեմ ինչ, ինձ նարեկն էր այդ բան տալ, մոտի ծաղել էր։ Հետո ասեցին Պուտինն է արել, Պուտինը։ Հետո տեսան էդի չի անցնում, մի հատ չեմ ուզում անունը տալ, դրա հմեկի եթերում կանգնում ասում է, որ Մեսրոպը Մանուկյան ասել է, որ եկող տարի ընտրությունների են գնում եւ մենք շոուի ենք պատրաստում, շոու ենք անում։ Բա այ չասեմ ինչ։ Բա որ Մեսրոպը շոու էր անում, նախորոք է դու գիտեր, բա դեմը քիչ բան արեցիք դու, կանխարգելեցիք։ Մի հատ ներողություն խնդրեք, թե մանք փակվեր կգնար։ Այսինքն հերքում եք, որ Ռուսաստանի մատը Դե իմ ախտի ծաղելու է, հասկանում։ Ոչ միայն երկում եմ ներողություն փաստացի ասեմ։ Իմ կրթությունը, որը ես ստացել եմ, ֆինանսավորել է Ամերիկայի դեսպանատունը։ Ես իմ գիտակից կյանքում Ռուսաստանում երբևիցե չեմ եղել։ Իմ Ռուսաստան այցելությունները եղել է, երբ որ 3-4-5 տարեկան հայրս ինձ տարել է ծով։ Սոչի, Գորնի Ոստոկ։ Այսինքն դուք արևմտամետ եք։ Ես արևմտամետ չէ, ես հայամետ եմ։ Ես իմ ժողովրդամետ եմ։ Իմ երկրի շահ ինչ հետապնդում այդ մարդն եմ եւ այս պարագայում նորից եմ կրկնում, լինելով իմ գաղափարով, իմ մտածելակերպով ավելի ժողովրդավար, լինելով մի մարդ, ում համար ավելի ընդունելի է եվրոպական ժողովրդական արժեհամակարգը, պնդում եմ, որ մեր երկրի ազգային շահերը հետապնդում է, որպեսզի մենք ունենանք շատ ջերմ դրական հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Հիմի իմ մտածելակերպ իմ արժեհամակարգին կերազեին ամբողջ իրանց կուսակցությունով ունենալու կեղծ ժողովրդավարները, կեղծ հանրապետություն կուսակցությունը, հասկանում եք, ու այդքանից հետո ամեն օր սուտը սուտի վրա, այդեն չի կարելի, էլի հասկանում։ Ու մի սուտ, իրանց խորհուրդ եմ տալի, բարի խորհուրդ է, դիվանագիտության մեջ կա մեկ աքսիոմա, սուտը պետք է լինի մեկը եւ հիմնավորը։ Քանի որ ձեր պարագայում ստերի թիվ ու քանակ չկա ժողովուրդ, հետեւաբար ամեն երկրորդ սուտը մերժում է նախորդը։ Ես կներեք, պարոն, ասեք։ Երեք ազգային ժողովը հետևեցիք, էլի։ Ձեզ խուլիգանության մեջ են մեղադրում, բայց երեք Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիրներին այսպես ժեստով վիզ կտրելու ժեստ արեց, հա։ Նաև ԱԱՑ պատվալով է։ Դե հա, դե ԱԱՑ պատվալը դա խոսքով ասեց, բայց կոնկրետ գործողությամբ ցույց տվեց, էլի։ Դա ինչպես կբնորոշեք եւ եթե իրավական երկիր լիներ։ Տեսեք, ես բնորոշումը մեկ անգամ եւս տամ, մենք խոսում ենք կոռուպցիայից, այսինքն երկու падգամավորներ հստակ հարցադրումը տալիս են, որ սա կոռուպցիոն դրսևորում է, այսինքն փաստ է, որ այդ ընկերությունը, որը որ շահել էր այդ տենդերը, կատարել էր, ձեր հարցին եմ, չէ՞ պատասխանում, հա, կատարել էր Նանսենի երկու խայտարակ այդ այգու բակերի վերանորոգումը խաղաղապարակների գայի տոմետները 180 միլիոն դրամ ծախսել են Երևանյան լճի վրա եւ այս Արգիշտի մեկում նստածներն ստորագրել են դրա տակ։ Դրանից հետո այս մանկապարտեզը, այս ընկերությունը սև ցուցակ ընկնելու զուգահեռ պետք է ինգներ։ Մի հատ կողքը ստեղծում է Լուսե 16 ոնց որ ընկերություն, 6 միլիոն դոլարներ հրապարակել են ոնց որ այդ ընկերությունը շահ է տարել։ Դրանից հետո կներեք ներողություն։ Դրանից հետո եկոջան ուղիղ հարց են տալիս, որ ձեր ԿՊ-ի համամասնական ցուցակի ավականու տեխնացու, այսինքն ձեր հետ կապ ունի, ասում է, չէ, 100 քանիերորդ համարն է օրինա, ինչ կապ ունի, որ նա ձեր հետ կապ ունի, կոնկրետ ԿՊ-ի ձեր հետ կապ ունի։ Եվ այս կոռուպցիան դրսևորումը, որ ակնհայտ կոռուպցիա թալան է, փողերի մսխումը ակնհայտ է, որպեսզի շեղեն իրանք սարքեցին այդ շոուն։ Հասկանում եք, նույն ձևով ստեղ, երբ որ մենք խոսացինք կոռուպցիայից, այդ խաղապետի այդ վնգստոստու բաները որ հելա, վնգստոստ քաղաքական գնահատում է։ Հիմի վախենում եմ ամեն երկրորդն ասում եմ ինչա, որովհետև ինձ ասում են, որ նոր տեխնոլոգիաները մի միջայլոց այդ տեխնոլոգիաների զենքը դուք եք ժողովուրդ։ Եվ ձեր միջոցով, հա, ինչ լինի լրագրողներն են մեղավոր եւ ասում եմ, այո, չէ, որ նաև լուսաբանում եք, նաև լուսաբանում եք։ Լավ է, հա, իմիջիայլոց ինձ էլ էին մեղադրում փող վերցնելու, TikTok-ով փող աշխատելու այդ միոկավորները։
Ուրեմն շարունակեմ։ Կոռուպցիան որպեսի շեղեն, այսինքն խնդիրը ինչի ցակեց, իրանք սարքեցին այդ ամբողջ ցիրկը, այդ կարիկատուրան, որ ցուցադրվեց երեք ազգային ժողովում, մի նպատակ ուներ՝ շեղել բուն, ինչից ցակել էր այդ հարցը։ Երկու падգամավորներ խոսում են կոռուպցիայից։ Խոսում են, որ կոռուպցիայի մեջ դուք եք թալանված։ Խոսում են, որ դուք քաղաքական կամք չունեք կոռուպցիոներներին պահանջելու։ Հստակ ասում են, անգեր, եթե մարդը կոռուպցիոներ է, խիչ եք ձերբակալել, խիչ եք էս արել, խիչ եք այն արել։ Ինձ մեղադրում են 5 տարվա կալանքով, կոռուպցիոներին ոչ մի բանով, իր համար ֆռֆռում է, մի ով է, ժողովուրդ ջան։ Այսինքն նորից եմ կրկնում, երեկվա կարիկատուրան ուներ մեկ նպատակ։ Դա կոռուպցիայի թեմայից շեղելն էր, ժողովուրդ ջան, բայց ասում եմ, հետևողական ենք լինելու եւ մոտակա ժամանակները կտեսնեք ինչ մանկապարտեզներ են ի հայտ գալիս։